Մեր եթերում այժմ վերլուծությունների ժամանակն է եւ արդեն մեր տաղավարում է Արմեն Չիբուխչյանը, բարև ձեզ Արմեն։ Եվ թերևս, այսինքն ինչ կնախընտրեք, անդրադառնանք նախ վարչապետի այցին, թե Միացյալ Նահանգների նախագահի հերթական ուղևորությանը այս անգամ դեպի սկսենք այս անգամ միշտ միջազգային սեքցիոն երևի արագ չէ, այս անգամ արագ անցնենք հայկական թեման։ Հայկականից վարչապետը մասնակցում է համաժողովի, այնտեղ է նաև Ադրբեջանի նախագահը, արդյոք ձեր կարծիքով ակնկալվում է հանդիպում, որի մասին դեռ չեն խոսում։ Ճիշտ ասած, անկեղծ ասած, ես կուզենամ, որ այդ բանում հանդիպում լինի, անձնական ցանկությունն է, որ այդ հարթակում լինի հանդիպում, որտեղ ասենք կլինեն միջազգային լիդերները եւ այլն։ Երկու անգամ եղել է Բայց քանի որ ես ենթադրում եմ, որ այնտեղ Մակրոնն է, եթե չեմ սխալվում, այո, ենթադրում եմ Ալիևը չի ցանկանա հանդիպել այդ շրջապատում, այդ միջավայրում, տրամաբանությունը շատ զգացված ուրեմն կլինեմ, եթե օրինակ միջազգային հանրությունը ինչ որ մի ձև կարողանա ստիպել Ալիևին բերել շատ այսպես զգացված սխալ բառ ասեցի, շատ ուրախ կլինեմ կարողանամ բերել սեղանի շուրջ, այնտեղ այդ միջավայրում, բայց տրամաբանությունը ուղղակի լոգիկայով նայենք, որ տրամաբանությունը թելադրում է, որ Ալիևը հազիվ բերել է երկկողմ բանակցությունների, որտեղ ինքը ավելի շատ բան կարող է ստանալ, ինչի պիտի նորից հետ գնա այդ ֆորմատի մեջ, որտեղից իրան պահանջելու են խելոք մնալ, չէ՞։ Տրամաբանորեն եկեք հասկանանք, այսինքն դե առանց 4-ով, 5-ով կամ 3-ով հանդիպելու էլ կարող են իրեն ստիպել խելոք մնալ այդ հանդիպումը։ Դե դա այդ կախված է արդեն թե որքանով է Հայաստանը իրանց գործընկերը։ Պարադին շքերթին մասնակցող Հայաստանը ֆաշիստի հետ Պուտինի հետ, ես չեմ կարծում, որ իրանց համար մեծ վստահություն է։ Իդեպ Անտոնիո Կոշտան հենց այդ մասին արտահայտվեց Եվրախորհրդի Եվրամիության ուրեմն ղեկավարը եւ ասաց, որ մոտավորապես միտքային էր, որ չի կարող Եվրոպայի գործընկերը լինել այն մարդը, որոնք մոտավորապես միտքը էր, չի կարող Եվրոպայի արժեքները կիսել եւ գործել լինել այն պետությունը կամ այն ղեկավարը, որը Պուտինի այսօր Ուկրաինայում սպանություններ իրականացնողի հետ նշում է հաղթանակի օր, մոտավորապես։ Բայց միևնույն ժամանակ Կոշտանն էլ, ֆոն դեր Լայենն էլ ասացին, որ գնալով խորանում են հարաբերությունները։ Տեսեք, այստեղ շատ լավ հարց եք տալիս։ Այո, ասում են, բայց եկեք գործերին նայենք, ինչով է խորացել։ Ինչով։ Կարող եք ինձ մի օրինակ բերեք, օրինակ ինչով է խորացել, առևտուրն է մեծացել, եվրոպական ներդրումներն են շատացել, ինչով եկեք շատ ընդգրկուն հարցեր են, որ ուրեմն Հայաստանը մինչև հիմա եկեք մեր հետևորդներին մեր գործը հենց վերլուծությունն է։ Այդ արտահայտությունները Սերժ Սարգսյանի ժամանակ էլ են եղել, հատկապես երբ որ Հայաստանը գնում էր, չէ, ինչի մասին եք խոսում, միշտ եղել այդ արտահայտությունները, ես լրատվական դաշտում եմ աշխատել այն ժամանակ, շատ լավ հիշում եմ, այդ արտահայտությունները պարբերաբար անում էին Սերժ Սարգսյանին էլ։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ էլ ա եղել։ Մի գիշերում գնացին Մոսկվա։ Այո, եւ հենց այդ է խնդրեմը։ Եվ այդ նույն վտանգը կա, ես հիշում եմ, ես այս օրինակը բերել եմ, ուրեմն եվրոպական, ուրեմն լավատեղյակ, ուրեմն շատ հեղինակավոր էքսպերտ, որը շփում էր ունեցել Եվրամիության ղեկավարության հետ, նույն բանը ասեց Փաշինյանի մասին 1 տարի առաջ եւ ասեց, որ ես Եվրամիության ղեկավարության հետ շփումներում ուրեմն հասկացել եմ մտավախությունը, որ այնտեղ չկա վստահություն Հայաստանի նկատմամբ եւ իրենք ունեն մտավախություն, որ սեպտեմբերի 3-ը նորից կարող է կրկնվել, այսինքն այս առումով իրավիճակ չի փոխվել, իսկ ինչ է նշանակում։ Հիմա եկեք ասենք, հայտարարություն է, թե ուղերձ։ Հայտարարությունը կարող է լինել ուղերձ Հայաստանին։ Դե այո։ Այսինքն եկեք սա անցալենք որպես ուղերձ։ Եվ միշտ է այդ ուղերձները եղել։ Ինչ է ասում Եվրոպան։ Սա այսինքն ոչ թե սա ուղերձ է ցանկություն։ Իրենք ուզում են, որ Հայաստանի հետ Եվրամիության հարաբերություն լինի նախապ։ Հիմա հարց. ինչու է մինչև հիմա Եվրոպան այսպես դիտորդները կանգնած եւ Սյունիքը պաշտպանում եւ այլն, որովհետեւ մեր բախտը բերել է, որ Հայաստանը հետաքրքիր է։ Հիշում եք ոնց էին պայքարում ռուսական գործակալները, ասում են Հայաստանը ում է հետաքրքիր, ոչ մեկին բացի ռուսներից։ Մեր բախտը բերել է, որ այս աշխարհքաղաքական վերադասավորումների մեջ Հայաստանը իր աշխարհագրական դիրքով մեծացել է Հայաստանի նշանակությունը, վստահաբար մեծացել է։ Այն աշխարհագրական դիրքով չէ, որովհետև այնտեղ Ալիևներն են նաև այդ իմաստով մյուս կողմն էլ
Իրանը գիտենք ինչ Դե երկրներ էլ կարելի աշխարհագրական դիրքի մեջ լինի, չէ, ասենք ով է իր հարևանները եւ ինչ նշանակություն ունի Հայաստանի դիրքը այդ առումով, ովքեր են հարևանները։ Հիմա եթե օրինակի համար բոլորը լինեին ժողովրդավարական երկրների մեջ շուրջը, Հայաստանի նշանակությունը չէր լինի այդքան մեծ, բարձր չէ։ Չեմ ասում Վրաստանն էլ կորցրեց հիմա վերաբետնի թե չէ։ Այո, այսինքն գլոբալ հենց այդ մասին է։ Եվ այս առումով տեսեք, իրենք պահելու են Հայաստանը, պահելու են այս նույն տրամաբանության մեջ, բայց մենք պետք է մի պարզ բան հասկանանք 2000-ականներին էլ 2010-ականներին նույն հայտարարությունները նույն կտերը կներեք հնչել են, այսինքն ոչ թե կտերը Հայաստանը եղել է Ռուսաստանի տակ պարկած, բայց Հայաստանին անընդհատ փորձել են տանել եվրոպական ընտանիք, անընդհատ այդ ցանկությունը չի դադարել, ԱՄՆ-ն ամենամեծ դեսպանատունը բացեց եւ այլն եւ այլն եւ այլն։ Ինչ եղավ արդյունքում, դրանից ոչ մի բան չփոխվեց, որտեղ Հայաստանը քայլ չարեց եւ մենք ստացանք 44-օրյա պատերազմ։ Այսինքն, եթե այս հայտարարությունները էլի գնալու են, մի ուշադրություն դարձրեք սրանց։ Մենք ուշադրություն կդարձնենք ինչ որ մի գործերին, այսինքն երբ որ եկավ եվրոպական լուրջ ներդրում, երբ որ եկավ լուրջ եվրոպական զենք, երբ որ եկավ ինչ որ մի բան, որ մենք տեսնենք, ասենք, ահա, այս սա արդեն գործ է։ Այդ վիզաների ազատականացումն է, որ սկսել են, ասում են, այսքան կտևիկամ Եթե Հայաստանը քայլ չարեց, հստակ քայլ չարեց փոխվելու Ռուսաստանից, մոռացեք, որ այդ վիզաները կազատականանան։ Հստակ քայլեր չհետևեցին, չի լինելու հստակ բան։ Այսինքն մենք սա նայում ենք այս դիտանկյունից, մի այդ հայտարարություններով մի շոյվեք, այդ հայտարարությունները ընկալեք որպես ուղերձ, ընդ որում առաջին հերթին ուղերձ ժողովրդին։ Եվ որոշովը հայ ժողովուրդն է։ Իրանք նայելու են, ասեմ, Փաշինյանի իշխանությունը հավերժ չի, ոնց որ Սերժինը չի, ոնց որ Քոչարյանինը չէր, ոնց որ Լևոնինը չի, եւ այլն։ Այսինքն Փաշինյանի իշխանությունը կգնա, բայց ի վերջո ով է այդ արժեքը կիսելու, ով է մնալու այդ ծիրում, ով է կիսելու Բայց գոնե Փաշինյանի իշխանությունը հաստատ գիտի, որ կիսելու են եվրոպական արժեքները ժողովուրդը, վստահ է կարծում եմ։ Ես վստահ չեմ։ Ամենայնպես ինստիտուցիոնալ ոչ մի բան չի արվում դրա համար։ Լավ, գնանք գովազդային դադարի։ Բայդուբայ.am, այո, Բայդուբայ.am Դարձեք անշարժ գույքի սեփականատերը Դուբայում Բայդուբայ.am-ի օգնությամբ եւ մենք ապահովենք Արաբական Միացյալ Էմիրությունների ձեր ռեզիդենտության քարտը։ Արաբական Էմիրություններում առանց տոկոսագումարի ձեռք բերեք անշարժ գույք սկսած $140,000-ից, ստանալով մինչև 15% եկամուտ Բայդուբայ.am-ի օգնությամբ։ Մեզ հետ կարող եք կատարել եզակի ներդրումներ Mercedes-Benz, Bugatti, Burj Khalifa եւ Դամակ ճարտարապետական գլուխգործոցներով հայտնի MR եւ Bingatti-ի հեղինակավոր կառուցապատողներին պատկանող անշարժ գույքի շուկայում։ Կատարեք ձեր ներդրումը ֆինանսական ժամանակակից երկնաքերերի, շքեղ հյուրանոցների, ոսկեփայլ լողափերի եւ ֆինանսական բարձունքներ նվաճելու քաղաքում։ Բայդուբայ.am Հարգելի հեռուստադիտողներ, մինչև գովազդային դադարը պարոն Չիբուխչյանը վերլուծում էր թեման Հայաստանը ավելի շատ դեպի Եվրամիություն է գնում, թե դեպի Եվրասիական տնտեսական միություն կամ ավելի հստակ Ռուսաստան, եթե ուզում եք ամփոփել, խնդրեմ։ Չէ, ամփոփելով մեր նախորդ զրույցի հետ կապված, ասեմ, հիմա օրինակ պարզ կա 3 կոպիրկինը խոսեց ատոմակայանի մասին, որ ռուսական ատոմակայանը մի քանի տարբերակ են ներկայացնելու Հայաստանին։ Հիմա սա էլ չդառնա փոքր սեպտեմբերի 3, հասկանում եք, այսինքն, հա, էլի, սեպտեմբերի 3։ Այսինքն նշենք սեպտեմբերի 3-ը ինչն է, երբ որ մի գիշերում գնաց։ Մի գիշերում Սերժ Սարգսյանը որոշում փոխեց, դարձավ յատամիստ Եվրամիությունից։ Մինչև այդ ասում էր Հայաստանը Եվրոպա է եւ այլ եւ այլ։ Հիմա նույն բանը սա չդառնա էլի ամերիկացիքին տարան բերեցին եւ մի գիշերվա մեջ ասենք ռուսական տարբերակ ընտրեն։ Այսինքն տեսեք, ատոմակայանի ընտրությունը Ամերիկայի պահով դիվերսիֆիկացիա է, այ իրական տնտեսական դիվերսիֆիկացիա նաեւ անվտանգային դիվերսիֆիկացիա, որտեղ մենք գիտենք ոլորտը անվտանգային է, հա, եւ այլն։ Եվ օրինակ, որ պրիմիտիվ էլի շատ ասենք, հիպոթետիկ օրինակ եմ բերում, էլի, ուղիղ չընկալեք։ Այսինքն տեսեք, կընտրենք ամերիկյան ատոմակայանները, վիզաների ազատականացման process-ը կարա գանա եւ կդառնա ավելի ռեալ մի քայլով, հա, սխեման ուղակի բացատրեցի, ուղիղ չընկալենք։ Սրա մասին է խոսքը, առավել եւս որ Կոպիրկինի հեքիաթները հələ դա ռեալ է թե մենք նայում ենք որ ինչ տեմպերով է Ռուսաստանը ատոմակայան կառուցում եւ ինչքան թանկ է դա նստում ուրեմն համատած ամերիկյանների հետ դա ընդհանրապես լրիվ ուրիշ պատմություն է, հա, այն որ տեմպերը, տեխնոլոգիաները եւ այլն անհամեմատելի են լինելու եւ Ռուսաստանն էլ տախուր տխրահարճակ տնտեսական վիճակում չի կարողանալու ոչ միայն դա կարող է 20-30 տարի տևից մենք ունենք 10 տարի։ Դե հիմա տեսնենք Լավ առիթ է, առաջին քայլը թողանենք, ինչ կորթվից եմ ասեկը ողջունենք։
Դե բնականաբար գործ, դե այդ խոսակցությունները բնականաբար Եվրոպային պետք չի Հայաստանին կոպտել գցել մի կողմ, բայց այն որ դրանից հետո Հայաստանի համար ոչ մի բան չի արվում գործնական, Հայաստանն է ոչ մի բան չի անում գործնական, դրանից ոչ ձեր վիճակն է լավանում, ոչ Հայաստանի վիճակն է լավանում, ոչ էլ ինչ որ բան է փոխվում։ Այսինքն իրականում նույն անպաշտպան վիճակում ենք շարունակում մնալ մեծ հաշվով, գլոբալ։ Անդրադառնանք նաև փաստին, որ 1-2 օր առաջ Ստիվեն Վիթքոֆը Թրամփի միջին արևելքի գծով խորհրդականը, այդպես դեսպանը, այսպես է հիմա, հայտարարություն արեց հարցազրույցում այն մասին, որ հուսով է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը շուտով կկնքվի, եւ գումարած դրան նաև ասեց, որ համաձայնագիրը Աբրահամյան համաձայնագիրը նույնպես կարող է սպասել Հայաստանի եւ Ադրբեջանին։ Այո, սա փայլուն օրինակ է, որովհետև օրինակ Ադրբեջանը այստեղ բազմաթիվ խնդիրներ ունի, օրինակ Թուրքիայի մասով եւ ընդհանրապես, ուրեմն միանալու այդ համաձայնագրին եւ այստեղ լրջագույն խնդիրներ կա, բայց ես չեմ բացառում, որ Ալիևը այդ քայլն կդնի կամ Էրդողանի հետ կպայմանավորվի, որպեսզի իր հարցերը կարողանա լուծի։ Սա առիթ է, դուռ է, ուրեմն տեսեք, իսկ որ թվականից է ես ասում դա։ Որ թվականից է խնդրում խոսում, ասում է Իսրայելի հետ սկսեք աշխատել։ Ի վերջո ամերիկացիների ստամոքսի սրտի ամենակարճ ճանապարհը, որ ասում է, չէ, ստամոքս տղամարդու հասնելու ամենակարճ ճանապարհը ստամոքսն է, չէ՞, հիմա ամերիկացիների բaragայում դա Իսրայելն էր։ Հիմա ըստ էության շատերը հեսա կսկսեն ասել ամերիկացիները Իսրայելին գցեցին կան, չէ՞, տենց բաներ, ասենք մարդիկ, որ այսպես են, որ լսում ես, ասում ես, լավ, ասենք Իսրայելը չէր հրաժարվի ճարպոտ Ադրբեջանից։ Ասենք աբսուրդ է մտածել, որ Ամերիկան կարող է Իսրայելին գցի կամ Իսրայելին անտեսի կամ եւ այլն, դա աբսուրդ է։ Հիմա տեսեք Ալ-Շարայի հետ կապված արդեն մանրամասներ են պարզվում, որ Սիրիայի պատժամիջոցները հանելու նախապայմաններ կան։ Նախապայմաններից մեկը Աբրահամյան համաձայնագրին մտնելն է, Իսրայել պետություն ճանաչելն է, Իսրայելի հետ դաշնակից դառնալն է, դիվանագիտական հարաբերությունները գումարած, որ Ամերիկան դեռ այդ պայմանն այսպես խոսեցինք, չէ՞, որ ինչ որ հազվագյուտ մետաղներ, էներգակիրներ եւ այլն։ Այսինքն Թրամփը այսպես ձեռը գցում է Թուրքիայից, Թուրքիան գործը արեց, Ասադին հեռացրեց, ձեռը գցում է Թուրքիայի ձեռից տնտեսապես վերցնում է, ասենք, բանը եւ այլն։ Ռուսաստանն էլ խայտարակ արեց։ Այո, եւ ռուսական զորքերի հեռացումն է ենթադրվում Սիրիայից այդ համատեքստում, այո։ Եվ այս իմաստով Ամերիկան փորձում էր դիրքերը ուժեղացնել Սիրիայում։ Բնականաբար եթե Ալ-Շարան դա չարեց, ուրեմն շատ վատ հետևանքներ կունենա։ Այս իմաստով շատ կարևոր է, որ Հայաստանը հիմա այդ Իրանը իրանց չի պաշտպանելու։ Իրանի համար Ալիևը սիրելի եղբայր այսքանից հետո, հա, եւ այլն։ Այսինքն շատ կարևոր դիվանագիտություն, այո, շատ կարևոր է, որ հիմա Հայաստանը առաջ ընկնի եւ փոխի դասավորությունը, դեռ սա խաղի մեջ է, հա, ինչ վատ է, հիմա ինչ ով պետք է մենք ճանաչում ենք Իսրայել պետությունը, մենք դες խնդիր չունենք, Իրանի հետ ոչ մի խնդիր չունենք, մենք Իսրայելին ոչ մի բան չենք տրամադրում, մենք մտնում ենք համագործակցության մեջ, ինչա Իրանի պատվերով պետք է այս կամ այն երկրի հետ չհամագործակցենք։ Իրանի պատվերով չէ, բայց Ադրբեջանի հնարավոր չի, որովհետև շատ մեծ օգուտներ ունի Ադրբեջանը։ Դե այս առումով ես մենք դառնանք Աբրահամյան համաձայնագրի անդամ, այս առումով մենք նաև անվտանգային միջավայր ենք ստանում, որտեղ այդ պարագայում արդեն Ադրբեջանը կորցնում է այն մեծ առավելությունը այսօր այս պայդրությամբ, որ ինքը ունի Հայաստանի նկատմամբ նույն Իսրայելի մասով կամ Միացյալ Նահանգների հետ Իսրայել հարաբերությունների մասով։ Այս իմաստով դիվանագիտական դուռ է բացվել մեզ համար, էլի, որ պետք է կարողանալ օգտվել եւ դա վատ առաջարկ չի։ Ափսոս չենք կարողանալու անդրադառնալ Թրամփի այսօրվա վերջին այցին միջին արևելքում արդեն արաբական Միացյալ Էմիրություններ, բայց դուք կարծեմ վաղվա համար առաջարկ ունեք ուրբաթ օրվա։ Ես վաղը հետարքիր բան խոսամ, այո, ես լայվ եմ տալիս, հետարքրական բանը Մակրոնը հայտարարել է, որ 25 թվականին բոլոր սեզարները գնում են Ուկրաինա։ Իսկ մենք 25 թվականին արդեն պետք է ստանանք մեր սեզարները եւ ընդհանրապես ուրեմն Հնդկաստան-Պակիստան կոնֆլիկտի արդյունքները այս ամեն ինչի հետ կապված մեզ համար կարևոր հարցադրումներ են բարձրացնում, որի պատասխանները կուզենանք ստանալ, որովհետեւ սա կարևորագույն հարցեր կան եւ կարևորագույն բացեր են առաջանում այս ամեն ինչից հետո եւ զաղը կփորձեմ լայվով այդ հարցադրումները հնչեցնել նաեւ հետաքրքիր կլինի ինչ մարտահրավերների կարող ենք բախվել առաջիկա։ Դա վաղվա համար առաջարկում է պարոն Չիբուկչյանը, իսկ մենք ձեզ առաջարկում ենք շարունակել հետևել RTN-ի եթերին, այսօր այն ավարտվեց, կհանդիպենք վաղը, ցտեսություն։ Հաջողություն։